Ի վերջո դաշնակցությունը ում է ծառայել։ Մեկ ասում եք ամերիկացիների, մեկ ասում եք թուրքերի, մեկ ասում եք ռուսների, մեկ ասում եք բոլշևիկների, մեկ ասում եք ֆրանսիացիների, մեկ ասում եք անգլիացիների։ Սուտն է մերժելով եւ հերքելով վերանում։ Ճշմարտությունը մերժելով եւ հերքելով ամրանում է։ Եվ դա է պատճառը, որ 135 տարի մեզ մերժում են, բայց 135 տարի մենք կանք։ Այս ֆենոմենը իհարկե դուր չի գալիս առաջի հերթին թուրք ադրբեջանական տանդեմին։ Նրանք այնքան են պայքարել ներդեմ, որ դուք չեք էլ հասնի դրան վազելով։ Գիտեք, դուք մեզ չեք ներում ընդհանրապես ձեր հակապատկերը լինելու համար։ Մենք երդվում ենք, այո, ունենք արժե համակարգ, այո, մենք կարծում ենք, որ անհատը կարևորագույն արժեք է, բայց հասարակությունը անհատից ավելի բարձր է, որպես ամբողջություն եւ հավաքականություն։ Այո, մենք կարծում ենք, որ պետությունը, անկախությունը նպատակ պետք է ունենան, եւ դա ազգի հարատեվության ապահովումն ու ինքնության պաշտպանությունն է։ Եթե դաշնակցությունը չլիներ, դաշնակցության տեսակը չլիներ, մենք կլինեինք, դուք կլինեիք, պետություն, որ այսքան շատ խոսում եք, այդ պետությունը կլներ, տարածքներ, որի մասին խոսում եք, այս տարածքները կլներ, որտեղ որ ենք պետություն ունենալ։ Այսինքն այդքան ապերախտ կարա լինի մի սերունդ իր նախնիների նկատմամբ։ Դրա համար եմ այսօրի դեպքում։ Բայց դուք չեք հասկացել, որ եթե այդ տեսակը չլիներ, այո, մահ կամ ազատություն ասող տեսակը չլիներ, այս դառը ճակատագիր ունեցող ազգը, դարեր շարունակ հալածված ազգը ոնց էր պետություն ունենալու։ Բայց այդ տեսակն է ձեզ այս ժառանգել։ Մահ կամ ազատությունը չի վերաբերվում մեր ժողովրդին։ Մահ կամ ազատությունը վերաբերվում է դաշնակցականների։ Երբ որ սկսվեց Կոլցո օպերացիան, Թաթուլ Կրպեյանը ոչ թե ժողովրդին ասեց ժողովուրդ գնացեք մահվան կամ ազատության, այլ ինքը ուղղակի նռնակով ինքը ընտրեց մահը, որպեսզի ապահովի գետաշենցիների ազատությունը։ Հակոբ ջան, ախ դուք գիտեք, չէ՞, ինչ արդյունքի են հասել դաշնակցության դատողները։ Դաշնակցության դատողներն այսօր արխիվացված են, ով էր արխիվից խոսում։ Արխիվացված, կայսրություններ են։ Հակոբ Հակոբյանը ունենալով սահմանափակում, ասում է դաշնակցությունը շրջաբերական է տարածել, ասելա դե լավ, դե ինչ պետություն, ինչ բան։ Կարաք այս խոսքերի ապացույց ներկայացնեք։ Դուք կարաք սրա համար պատասխան տաք։ Դուք սրա համար կարող եք, ասենք լավ, քաղաքական թիմը վերցրել է իր քարոզչական ռոպագանդան առաջագնում։ Դուք Ռուբեն Ռուբինյանն եք, Վահագն Ալեքսանյանի օգնականն եք։ Թիրախում նույն հերոսներն են, եկեղեցի, դաշնակցություն, ընդդիմադիր գործիչներ։ Ասում է ծեծում է, ուրեմն սիրում է։ Ինչ նշանակում։ Հակոբ Մովսեսը դաշնակցությանը քննադատեց, որովհետև մտածում էր դաշնակցության մասին։ Աստծո սիրուն, ձեր մասին մտածեք եւ շանս տալու իրավասությունը վերապահեք ձեր գործառույթներին առնչվող ազատությունների վրա։ Ինչքան դուք մի քիչ շատ եք շփվում ձեր թուրք գոլեգաների հետ, այնքան հակադաշնակցական մարդը շատանում է, մի քիչ չտակ ձեզ մի վնաստակ։ Այո, ձեր մոտ նախընտրական քաստինգ է եւ անհրաժեշտ է որպեսզի ԿՊ-յա մերձ շրջանակները եւ ոնց է կոչվում պատվիրակները լսեն թե Սամբյոնից իշքան ուժգին կհայոյեն դաշնակցությանը, որպեսզի գան ձեզ քվեարկի։ Ասում է դաշնակցությունը պետք է ադապտացվի այսօրվա իրողություններին։ Այդ ոնց որ դուք եք հայտնվել ԿՊ-ի գրկում։ Հա, հարմարվենք գլուխներս կախ, ասենք ինչ արարածար, ինչ բան, ինչ հայրենիք, այս սամ ու վերջ, սահմանափակվենք։ Ինչը ես փոխեմ, իմ տեսակը փոխեմ։ Այսօր ում ենք ուզում խաբել։ Խաղաղություն, անվտանգություն ում համար։ Ֆիզիկական գոյություն ունեցող հայի համար, թե հայ տեսակի համար, հայի ինքնությունը պահպանելու համար։ Անվտանգության բովանդակությունը հանել եք, ասում եք անվտանգություն։ Ումա պետք է անվտանգությունը։ Այդ ինքնության կռիվը չի դարեր շարունակ մեր ժողովուրդը տարել։ Այդ չի եղել։ Իսկ դաշնակցությունը մտել է այդ կռվի մեջ, այո, իր ինքնությունը պահպանելու համար։ Մենք մեր ինքնությունից եթե հրաժարվենք, թուրքական ինքնությունը համարենք շատ լավ է, Յոլդաշ Կարդաշ, այո, կասեն հապրեք ինչա ձողած ես խանգարում։ Այնպես լավ բաներ կտան, բենզինն էլ կգա, ամեն ինչ էլ կգա, ինչ ասես ձեզ կտան, մենակ դուք չասեք, որ դուք հայկի սենունդն եք, չասեք, որ դուք հայ առաքելական եկեղեցու
Հետևորդ եք։ Մենք չենք ներում, որ անձնակենտրոն ու անձնապաշտ չենք, որևէ մեկի նկարը դաշնակցության առաջնորդների նկար բանը չեմ հիշում ով է, որովհետեւ ձեր դիմանը անձնապաշտ չենք, որևէ մեկի նկարը չենք դնում, բանը մեր հետևը ու բաներ պարտադիր լայվերը այդ ֆոնին անում։ Դուք պատրաստ եք այսօր հույս վաճառել հայ մարդուն, չունենալով դրա համար իրական հիմքեր։ Խոսել կեղծ խաղաղության մասին եւ ամենևին չերաշխավորել դա։ Խաղաղություն իրական ուզողը հենց դաշնակցական տեսակն է, որն ուզում է, բայց այդ խաղաղությունը լինի արժանապատիվ, երաշխավորված եւ մշտական։ Ավելի պաթետիկ ու իրացիոնալ բան, քան իրական Հայաստանի կենացային բանն է, տեքստն է։ Ես չեմ տեսել։ Ու ավելի ռացիոնալ բան, քան պայքարն է, ավելի ռացիոնալ ճանապարհ, գոյություն ուղղակի չունի, որովհետև գիտեք, որ կռվում մենք տվեցինք ամենաշատ ու ամենամեծ թվով զոհերը։ Այն կռվում, որը չտվեցինք, որից փաստորեն չմասնակցեցինք։ Դա հայոց ցեղասպանությունն էր։ Պայքարը ամենակիչ զոհողությունների ճանապարհն է հասնելու ամենամեծ արդյունքների։ Էսա մեր ու ձեր տարբերությունը։ Դաշնակցությունը 135 տարի աշխատել է մի տիրոջ համար, եւ այդ տիրոջ անունը հայ ժողովուրդ է։ Մենք մեր 135 տարվա տերն ենք, պատասխան տալու ենք։ Դուք ձեզ 8 տարվա համար պատասխան տվեք։ Ինչ եք ստացել, ինչ թողեցիք։